Ստեղ էլի հետաքրքիր թեմաներ կան, մասնավորապես այն պերսոնաժը Ալեն Սիմոնյանը, ով հայտնի է քաղաքացու վրա Երևանի կենտրոնում թքելով, դարձավ աղք եւ ինչն է այստեղ հետաքրքրական, հա, իրենք խոսում են բարեվարկության մասին, բարեկրթության մասին, հա, տենց բարիդրացիական մթնոլորտ ստեղծելու մասին, բայց իրենց ամենաօդիոս պերսոնաժներից մեկին, ով նշեցի, որ հայտնի է նրանով, որ Երևանի կենտրոնում կարա հրաման տա իր ախրանիկներին մարդու թևերը բռնեն ու մոտենա թքի վրա, ընդհանրապես նրա համար, որ քաղաքացին իր բողոքն է արտահայտել, ասել է դավաճան, ու նաև ինքը հայտնի է նրանով, որ մենք գիտենք, թե Նարեկի եւ Վազգենի պարագայում ինչ տեղ ունեցավ։ Այո։ Հրապարակային Ալեն Սիմոնյանը հրապարակային վիրավորեց Նարեկին եւ Վազգենին, բայց հայտնվեցին բանտում Նարեկը եւ Վազգենը։ Այսինքն այդ տիպի պերսոնաժին բարեվարկության եւ բարեկրթության մասին խոսող եւ այդպիսի միջավայրի մասին խոսող իշխանությունը նշանակում է այդպիսի կարևոր պաշտոնի։ Տեսեք, այստեղ չթաքցնեմ, նույնիսկ երևի լավատեսության հիմքով ես էի սխալվել։ Երբ որ ազգային ժողովի նախագահի ընտրությունից հետո, այսինքն երբ որ ընտրում էին թեկնածու, հա, իրենք արձանագրել էի, որ Ալեն Սիմոնյանի մաշված կերպարը անգամ այլևս Նիկոլ Փաշինյանի համար է խանգարող գործոն եւ իշխանության ռեբրենդինգի շրջանակներում նա որոշել է ձերբազատվել այդ օդիոս էպատաժային այո թքելու եւ այլ գռեհիկ երևույթների հետ ասոցացվող անձնավորությունից։ Փաստորեն մենք սխալվել ենք ըստ էության, որովհետեւ կար ժամանակ հետո, ընդ որում Ալեն Սիմոնյանը ինքն էլ է զարմացած, որովհետեւ մի բան եմ էլի ուզում հիշեցնեմ։ Ազգային ժողովում որպես նախագահ իր հրաժեշտի մամուլի ասուլիսում նա, եթե կհիշեք, ասում էր, որ ինչ-որ մի փուլ ուզում է հանգստանալ, իր անձնական կյանքը կազմակերպել, այսինքն նա հաստատապես, երբ որ հեռանում էր խորհրդանի շենքից, բավականին անկումնային եւ հուսահատ տրամադրություն ուներ եւ չէր ակնկալում, որ շատ արագ էլի իրան իշխանության էլիտա են վերադարձնելու, բայց տեղի ունեցավ ընդ որում այս լուրից ու փաստից անգամ ԿՊ-ականներն են զարմացած եւ շոկի մեջ, որտեվ կարծես նույնիսկ ԿՊ վերնախավում որևէ մեկը չի իմացել, շատ անակնկալ, նույնիսկ Արմեն Գրիգորյանը այդ հերացող, իհարկե նա էլ մի դրական կերպար չի, բայց նույնիսկ այդ հերացող պերսոնաժը հուզմունքը չէր կարողանում թաքցնել, այսինքն շատ արագ որոշում է կայացվել։ Փաստորեն Արմեն Գրիգորյանը, որը համարվում էր արևմտյան շրջանակների ֆավորիտը, որը Սորոսական թևի, այո, որը հայ-ադրբեջանական հարաբերություններում կարևոր առաքելություն էր կատարում, որտեղ Հաջիևի վիզավիներ, հիշում եք, հետընտրական փուլում էլ Դիլիջանում հենց նա ընդունեց Հաջիևին։ Ես մի դրվագ հիշեցնեմ Գրիգորյանի կենսագրությունից, վստահաբար շատերը չեն հիշի։ Տարիներ առաջ, երբ որ մենք ունեինք հայկական Արցախ, մենք ունեինք սուբյեկտայնություն ունեցող Հայաստանի Հանրապետություն, Արմեն Գրիգորյանը մեկն էր այն պերսոնաժներից, ով հեղինակել էր Քարվաճարյան սկզբունքներ ասվածը։ Այո, հիշում եմ, ես շատ լավ եմ հիշում, շատ կարծր դիրքորոշում, որտեղ այն որ ցույց լինի հող հանձնողին, որ ասում էին հանձնենք հող հանձնողին, հողը կհանձնենք սկզբունքով, այո։ Ասենք Ժիրայր Սեֆիլյանը ուղղակի իր դիրքորոշումներով պացիֆիստ էր թվում այդ հռչակագրի դիմաց։ Ահա այդ հռչակագրի դիմաց։ Բայց հիմա այդ նույն պերսոնաժը զիջումների ու այս հանձնվողական հայրենատվության խորհրդանիշը, որտեղ կա արմատներով Արցախից է, Արցախցի է, այդ էլ հիշեցնենք, հա։
Եվ շատ անտարբեր էր, երբ որ իր հայրենիք հադրուտն էր հանձնվել ընդհանրապես ցավ, կարծես թե չէր էլ ապրում, շատ երջանիկ դեմքով շարունակում էր պաշտոնավարել, մի կարևոր բան էլ էստեղ։ Գուցե այն արևմտյան շրջանակները, որոնց նա ներկայացնում է, այն ժամանակ պիտի նման դիրքորոշումով վիժեցնեին կարգավորման գործընթացը, որպեսզի Ադրբեջանի համար դուռ բացեին պատերազմի սանձազերծման համար։ Ես նաև հիշեցնեմ, որ անդիմադիր Նիկոլ Փաշինյանն էր Տիգրան Մեծի կերպարով։ Բա այդ եմ ասում, այսինքն բոլոր այն մարդիկ, որոնք հիշում եք, մի հատ էլ տեսարան տարածվեց նույն Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Լևոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին, դավադրության մեջ էր ինչ-որ մեղադրում։ Այո, այս Արմեն Գրիգորյանի հոդվածներն եմ հիշում, Աղդամում իրանց դուրն ու եսի միշտ եմ հիշում։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությունը արեց Խորնացի փողոցում, երբ որ գնացել էր այդ ահաբեկչության այդ սատարող հավաքին մասնակցելու։ Այսինքն ասածս ինչ է, որ իրանք ըստ երևույթին արևմտյան ինչ-որ դոնորների դրդմամբ այն ժամանակ վիժեցնում էին կարգավորման գործընթաց, որ կարող էր շահեկան դիրքերի բերել Հայաստանին, գուցե այդ շրջանակները, որոնք իրանք շարժում էին, հենց ի սկզբանե կանխատեսել էին կամ պլանավորում էին մի ընթացք, որ Հայաստանի ձեռքերով վիժեցվի կարգավորման գործընթացը եւ ունենանք այն իրականությունը, ինչ որ այսօր ունենք։ Հիմա այդ մարդը փոխարինվել է, բայց այդտեղ հարցեր են ծագում։ Փաստորեն շատ կարևոր մի մարդ, որը մի կողմից կոմունիկացիա էր ապահովում Նիկոլ Փաշինյանի ու արևմտյան ինչ-որ շրջանակների միջև, մի կողմից ապահովում էր զուգահեռաբար ԱԳՆ-ի զուգահեռ ուրեմն հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի ինչ-որ մասեր սպասարկում, այդ մարդը զոհաբերվեց։ Հիմա եկեք մի քանի ենթադրություններ։ Հարցը առաջանում ինչու։ Ինչու։ Առաջին բանական պատասխանը այն է, որ Ալեն Սիմոնյանը փաստորեն այնքան կարևոր է Նիկոլ Փաշինյանի համար, որ Արմեն Գրիգորյանը դարձավ այդ ճակերտավոր կարևորության զոհը։ Եկեք այս վարկածներ չանտեսենք այս վարկածը։ Երկրորդ պատճառը գուցե այն առաքելությունը, որ Արմեն Գրիգորյանը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում անում էր, Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունից հետո այլևս չունի անհրաժեշտություն այդ Հաջիևի հետ կապը, որտեղ ըստ երևույթին այդ կոմունիկացիան պիտի ապահոver այն հանգրվանը, որ ամեն ինչը մոտեցնեն այդ սահմանադրական հարակվեին եւ այլն։ Եվ երրորդը գուցե մենք չափազանցրել ենք Արմեն Գրիգորյանի դերը Նիկոլ Փաշինյանի ու արևմտյան կենտրոնների հարաբերությունների ինչ-որ հարցում, ամենայն դեպս ոնց որ թե Փաշինյանը ապացուցեց, որ այդ մյուսները իսկապես հուսապարկ են բոլոր հարցերում, հուսապարկերին ոնց ուզենա, սենց խառնելով մի քանի տակ կարա դասավորի։ Այս նշանակում է մենք իսկապես կանգնած ենք մի հատ շատ անձնակենտրոն իշխանության ձևավորման փաստի եզրին, որ հիշում եք հենց Նիկոլ Փաշինյանը նախկինների օրոք շատ արդար մի հատ հարց էր բարձրացնում։ Ասում էր դուք պաշտոնյա եք հանում եւ նշանակում ձեռնոց առնելու շպրտելու կարգավորում, մի հատ էլ բացատրություն նույնիսկ չեք տալիս, այս մարդը խիստեղ նշանակվավ կամ խի պաշտոնանկարվեց։ Հիմա հարցնում են Արմեն Գրիգորյանը քեզ քո դժգոհությունը ինչով է հարուցը։ Ասում են այս չի որ դժգոհ եմ եղել, անենց էլ չի որ իդեալականը կոնկրետ, եղբայր քեզ կոնկրետ հարց են տալի։ Ասում են այդ մարդը, որը ամենաերկարակաց պաշտոնյան էր քո կաբինետում, ինչի փորձեց, ինչի հրաժարական տվեց, və ինչի պաշտոնանկ եղավ։ Այն կարգին նայղացած ընդ որում, որ հրաժարվել էր փաստորեն կառավարությունում գլխավոր խորհրդականի պաշտոնից եւ մամուլում էլ շատ էր գրվում, որ ինքը նեղացած է գնացել։ Այո, երկու բաղադրիչ ստեղ կա։ Առաջին հարցը ինչու զոհաբերվեց Արմեն Գրիգորյանը, եկավ Ալեն Սիմոնյանը, եւ արդյոք Ալեն Սիմոնյանը այնքան կարեւոր է, որ Արմեն Գրիգորյանը զոհաբերվեց, թե Արմեն Գրիգորյանի դերն ենք մենք ֆետիշացնում, եւ երկրորդը, եկեք հստակ ձևակերպենք, Հայաստանում ձևավորվում է մի ավանդույթ։
Նիկոլ Փաշինյանը կարող է կամայական մարդ նշանակել, մարդ անել, եւ ինչպես հեռացումներ եւ ինչպես ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն էր արձանագրում նախ հեղափոխական տարիներին, այդ բացահայտումը տարածվում է նաեւ նրա իշխանության վրա եւ որևէ բացատրություն չտալ, ինչու է ինչ մարդը նշանակվեց, ինչու է օրինակ հիմա ես եմ հարց տալի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բանակում անդադար ինչ-որ ինքնասպանություններ են, իրականում պարզ է, չէ, բոլորիս համար որ սպանություններ են, կամ այնպիսի վիճակ, որ մարդուն է հասցնել ինքնասպանության։ Հարց առաջանում ինչի Պապիկյան Սուրան պաշտոնանք չի արվում։ Հետո որոշեց, այո, այդ ոնց է, որ այդքանից հետո ինքը որոշում է, որ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակությամբ այդ լրիվ խնդիրները լուծվում են։ Երբ որ բոլորիս արդեն նույնիսկ այն Ազատի կացանի դեպքերից հետո բոլորիս համար արդեն պարզ էր, որ համակարգային պրոբլեմների հետևանքով է այս ամեն ինչը տեղի ունենում, այսինքն արդյունավետ կառավարման կամ կառավարման առհասարակ զրոյական մակարդակ ունենք, ինչի հետևանքով այս բաները տեղի են ունենում։ Էլի հանգարց տպավորություն չստեղծվի, որ լուզեր Աշոտ Զաքարյանին են պաշտպանում ռազմական ոստիկանության պետի։ Բանական տրամաբանություն գալիս։ Որտեվ անձնակենտրոն համակարգը ժողովրդական լեզվով ասած ինքը ժողովրդին պատաչոտնի չի։ Ինքը մի հատ նեղ իր էլիտայի առաջ է հաշբան պատասխանատուխի Ալենը գնաց, Ալենը եկավ։ Ասենք դուք հիշում եք, չէ՞, ընդամենը 3-4 օր առաջ մեր գործընկերներից մեկը հիմա կարող սխալվեմ դրա համար եկեք անուն չտամ, մի հատ ռեպորտաժ էր պատրաստել ազգային ժողովից, ինչքան քաղաքական առումով որփացած են իրանց գում Ալենի կադրեր ազգային ժողովում, որտեվ իրանց տանիք այլևս իշխանության էլիտայում չի, իրանք էլ այսպես կոչված մի շարք արտոնություններից զրկվել են։ Այսինքն 2-3 օր առաջ նույնիսկ Ալենն ու իր լյուբիմչիկները չեն իմացել, որ արելելի վերադառնում է իշխանության էլիտա։ Կամ էլ մի հատ բանական բացատրություն այն է, որ սպասվող հարսանիքից առաջ նվեր է հիմա ինչ իմանանք։